Կարող ենք համարել, որ մեր դասընթացի առաջի բլոկը ինչ-որ իմաստով ամփոփեցինք անցյալ անգամ։ Հիմնական նյութը ինչին էր վերաբերում, որ մենք ծանոթացանք ինֆորմացիան չափելու մեթոդների, հասկացությունների հետ։ Կարող է մի քիչ անսպասելի լիներ, թե ինչ է նշանակում ինֆորմացիա չափել, ինչի ենք չափում հենց այդ կերպ, եւ ոչ թե այլ, այդտեղ լիքը փիլիսոփայական հարցադրումներ կարող է լինել։ Բայց ինչպես նախորդիվ նշել ենք, հենց այն ձևով, որ մենք չափում ենք ինֆորմացիան, դրա տարբեր դրսևորումները, բոլոր չափերը պետք են գալիս այս տեսության շրջանակներում կոնկրետ խնդիրներ լուծելու ընթացքում։ Այսինքն այս տեսության արդյունքները արտահայտվում են այդ չափերի միջոցով, դրա համար նախապես ծանոթացանք չափերին, որպեսզի կարողանանք ձևակերպել մնացյալ արդյունքները։ Հիմա բայց դա չի նշանակում, որ այն նյութի հետ որ ծանոթացանք, մենք սահմանափակվում այս տեսության շրջանակներում, արդեն իսկ խոսել ենք նրան մասին, որ այդ չափերը լայնորեն կիրառում են վիճակագրության մեջ, մեքենայական ուսուցման մեջ, տվյալագիտության տարբեր հարցեր լուծելիս, այսինքն դրանց ինտերպրետացիաները լայն են, կիրառությունները լայն են, բայց ծնվել են ինֆորմացիա տեսության շրջանակներում, հետո նոր տարածվել մյուս ոլորտների խնդիրները լուծելիս, Հիմա անցնում ենք մի ուրեմն գլխի, որտեղ մենք պետք է ծանոթանանք տվյալների սեղմման հիմունքներին, հիմնական արդյունքներին, եւ հետո արդեն կոնկրետ կոդերից խոսենք, որոնք սեղմում են տվյալները։ Նախ արդեն էլի նախորդիվ պարզ էր, որ տվյալները ուրեմն մեկնաբանելը հարմար կլինի, հավանականային մեթոդներով անել, դրա համար էլ այդ ինֆորմացիոն բոլոր չափերը հավանականային բաշխումների վրա են, այսինքն մեզ համար արդեն պիտի պարզ լինի, որ աղբյուրը հավանականային բաշխում ունեցող, հավանականային պրոցես է, հավանականային բաշխում ունեցող երևույթ։ Ու այս արդյունքներն էլ տվյալների սեղմման հենց հենվելու են այդ հանգամանքի վրա։ Շատ լավ, ուրեմն առաջին բանը, որ հիմա պիտի անենք, պիտի ծանոթանանք այս տարօրինակ անվանումով հատկանիշի հետ կամ սկզբունքի հետ, ասիմպտոտիկորեն հավասարաբաժան, հավասար բաժանումների սկզբունքի հետ, որը հենց տվյալների սեղմման հիմքը։ Դրանից բխում են, ուրեմն նույն հատկանիշից բխում է որոշակի կոնցեպտ, որ վերաբերում է աղբյուրից ծնված հաջորդականությունների տեսակավորմանը։ Այսինքն կան հաջորդականություններ աղբյուրից դուրս եկած, որոնց կանվանենք տիպական, մյուսներին կանվանենք ոչ տիպական։ Այդ սկզբունքը տալիս է բաժանման ինչ-որ ուրեմն չափանիշ։ Հետո դրանց վրա հենվելով կտեսնենք այդ ինչ սահման գոյություն ունի, տվյալների սեղմման համար, որը բնության օրենք է, դրանից լավ ոչ մի բան չենք կարող անել, եւ կոնկրետ կոդերի կծանոթանանք, այդ հեղինակների անվանումով կոդերը շարված են, տեսնում եք սլայդի վրա, բայց նաեւ մի շատ կարեւոր անհավասարություն, որ կոչվում է Կրաֆտի անհավասարություն, առանց դրա օրինակ որևէ այստեղ նշված ակնթարթային կոդերի մասին ամբողջական պատկերացում չենք կարող ունենալ, առանց այդ ֆունդամենտալ անհավասարությունը ապացուցելու։ Հիշում եք նաև, չէ՞, որ մեր նախորդ բլոկի մեջ մի քանի անհավասարություններ պատահեցին, շատ տիպական է ինֆորմացիա տեսության շրջանակներում կան անհավասարություններ, որոնք ուրեմն հիմնարար նշանակություն ունեն, դրանցից մեկն էլ Կրաֆտի անհավասարությունն է։ Շատ լավ։ Իրականում ինչ է նշանակում այս ասիմպտոտիկ
հա, հատկանիշը հավասար բաժանումների, կարծեմ մի անգամ էլ մեր հանդիպումներից մեկում նշել ենք, որ ինֆորմացիայի տեսության մեջ կա մեծ թվերի օրենքի անալոգը։ Այ հիմա այն պահն է, որ այդ անալոգի հետ ծանոթանանք, հա։ Ոչ միայն անալոգն է, այլ ուղղակի հետևանքն է մեծ թվերի թույլ օրենքի, հա։ Այդ օրենքը ինչ է ասում։ Անկախ նույնանման բաշխված պատահական մեծությունների համար դիտումների միջինը տանում է ուր, ինչին է տանում է ուրեմն պատահական մեծության սպասելեին։ Բոլորը նույն կերպ են, չէ՞, բաշխված։ Հետևաբար EX-ը այդ նույն X-երն են, դրանց սպասելեին է տանում։ Սա մենք գիտենք։ Այս տեսության շրջանակներում դա ինչ է նշանակում, կամ դրանից ինչ է բխում։ Երբ որ ասում ենք հավասար բաժանումների սկզբունք, ասիմպտոտիկ ռեժիմ, պարզվում է դա հնչում է հետևյալ կերպ։ Եթե երկար դիտումներ ունենանք այդ նույն աղբյուրից, եւ այդ դիտումների վեկտորի հավանականությունը չափենք ու դնենք այս լոգարիթմական արտահայտության մեջ, բաժանենք n-ի, միջինացնենք ուղղակի, հա։ N-ը երկարելու հետ սա գնում է ուրեմն աղբյուրի էնտրոպիային, x էնտրոպիային է գնում։ Ինչ որ տարօրինակ չի հնչում։ Ինչ է տարօրինակ։ Հաստատ կմտածեք, որ տարբեր են երկարության վեկտորներ, տարբեր հավանականություն ունեն, չէ՞։ Բայց սա ինչ է ասում, որ շատ երկար դիտեմ, x աղբյուրից դուրս եկած երկար հաջորդականության հավանականությունը այս արտահայտության մեջ միջինացրած ուղիղ գնում է դեպի աղբյուրի էնտրոպիա։ Կթվա թե ինչ որ բարդ ապացույց է հիմա սրա հետևում ընկած, բայց կտեսնենք ոնց է անմիջապես բխում մեծ թվերի օրենքից։ Բայց մի քիչ ինտերպրետացիաներից խոսենք, հա, մեկնաբանություններից։ Դուրս է գալիս, եթե սա ճիշտ է, հիմա կտեսնենք, որ ճիշտ է։ Ինչ ունենք, ուրեմն հավանականություն մեծ երկարության վեկտորի աղբյուրից դուրս եկած, IID-ից դուրս եկած, հա։ Մոտավորապես ունի 2-n h հավանականություն, չէ՞, եթե սա գնում է էնտրոպիայի, այստեղից pen որ գտնեք, ինչ է լինելու։ 2-n h։ Եթե սա մոտավորապես h է, սրա հավանականությունը կլինի 2-n h։ Այսինքն մեկնաբանություն հետաքրքիր, որ երկար վեկտորների հավանականությունները նույն 2-n h-ն են։ Շատ լավ։ Դրանից չի բխում, որ ինչ որ եթե բոլորը նույն տեղ են գնում, բոլոր երկար հաջորդականությունները նույն տեղն են գնում, կան հաջորդականություններ, ուրեմն որ ուրիշ հավանականություն պիտի ունենան, չէ՞։ Վերջապես դրանք կան, չէ՞, այդ աղբյուրից ծնվելու են հավանականություններ, որ ուրիշ հավանականություն պիտի ունենան։ Բայց դրանք ուր են գնում։ Դրանց հավանականությունը ինչի մոտ պիտի լինի։ Կարելի է ենթադրել, որ 0-ի, եթե բոլոր երկարները մի տեղ են գնում, այնտեղ ինչ մնաց։ Հիմա կտեսնենք դա։ Բայց էլի մեկնաբանության կարգով, եթե դա ճիշտ է, եթե այդ հավասար բաժանումների սկզբունքը ճիշտ է, դրանից չի բխում, որ կարծես աղբյուրը ծնում է ինչ-որ տիպական հաջորդականություններ,
որոնց հավանականությունը գնում է դեպի 2-ի մինուս n հաշը, հա? Եվ ոչ տիպական, որոնք պիտի որ անհետանան երկար դիտումների ժամանակ, չէ՞։ Բարձր չէ, որ n-ը ֆիքսեմ, այդ երկարության տարբեր հաջորդականություններ տարբեր հավանականություն կունենան։ Հիմա կտեսնենք օրինակի վրա։ Որ երկար եմ նայում, սկզբունքը ասում է բոլորը մի տեղ են գնում։ Դուրս է գալիս ինչ որ բաներ ուղղակի լինում են վոնիշ, հա, այսինքն դեր չեն ունենում հավանականային իմաստով, այսինքն դրանք 0 են գնում, որ տակը մնում է միայն այն հավանականությունը, որը մենք ուրեմն չափում ենք որպես 2-ի մինուս n հաշ աստիճան։ Այսինքն ամեն դեպքում եթե n-ը ֆիքսենք, մեզ համար բաժանարար գիծ կա, ինչ որ տիպականներ, որոնք այ պետք է գնան դեպի 2-ի մինուս n հաշ եւ ոչ տիպականներ, հա, որոնք պետք է հավանականային իմաստով վերանան երկար դիտումների ընթացքում։ Հիմա այս ամեն ինչը պետք է պարզաբանենք։ Հիմա կոնկրետ օրինակ եթե նայենք երկուական աղբյուրի, հա, մեկ հավանականությունը, մեկ ուրեմն ելքը հայտնվում է p հավանականությամբ, 0-ն q հավանականությամբ։ Եթե ուրեմն անկախ միանման բաշխված s աղբյուրը ծնում է օրինակ այստեղ ինչքան է նշված 6 երկարության վեկտոր, դրա հավանականությունը չափելը մեզ համար դժվար չի, չէ՞, որևէ n երկարության վեկտոր չափելու։ Այստեղ p-ի գլխին կգումարենք բոլոր x-երը, այսինքն մեկերի քանակը, չէ՞, q-ի գլխին 0-ների քանակը, ոչ մի գաղտնիք չկա։ Հիմա 6-ի դեպքում դա կլինի p-ի 4 աստիճան q-ի քառակուսի։ Չէ՞, այսինքն ֆիքսված n-ի համար մենք գիտենք ոնց չափել երկուական աղբյուրից դուրս եկած հաջորդականության հավանականությունը։ Հիմա ինչով է սա ինչ-որ բան հիշեցնում էնտրոպիայի իմաստով։ p-ի 4 աստիճան q-ի քառակուսի։ Ստացվում է, եթե ընդհանրապես սրան մոտ չի, եթե չափենք, հաստատ մոտ չի։ Ստացվում է, որ տեսնում ենք, որ տարբեր հաջորդականություններ, տարբեր հավանականություններ ունեն, բայց եթե սկզբունքը ճիշտ է, հավասար բաժանումների, ուրեմն 6-ի փոխարեն եթե 1 միլիոն դիտում անենք, հա, այդ 1 միլիոն երկարության վեկտորի հավանականություն չի կարող 2-ի մինուս n հաշ չլինել։ Եթե դա ծնվել է մեր աղբյուրից երկուական։ Չի կարող չգնալ այս հավանականությունը։ Ինչպես։ Չէ, եթե ինչ եմ ասում 1 միլիոն մեծ n-ի դեպքում, հա, աղբյուրից չի կարող չծնվել, այդ աղբյուրից ծնված վեկտորը չի կարող չունենալ այս հավանականությունը։ Չի կարող չձգտել, հա, դա եմ ասում։ 0-ն մնացածների մասին է։ Հիմա հաջորդիվ էլի փորձենք պարզաբանել, հա։ Բայց տեսանք, որ n-ը ֆիքսում ենք, այստեղ տարբեր վեկտորներ տարբեր հավանականություններ ունեն։ Բայց հարցը նրանում է, եթե դուք այս բաշխում ունեցող աղբյուրից եք սպասում շատ մեծ երկարության վեկտոր, դուք ինչ կարող եք կանխատեսել։ Այդ երկար վեկտորի մեջ մոտավորապես չպիտի սպասեք n անգամ p մեկեր, մնացածը 0-ներ, չէ՞։ Եթե հակառակը սպասեք, ուրեմն ոնց որ թե այս բաշխումից չի գալի ձեր հաջորդականությունը, չէ՞։ Այսինքն երկար դիտումները տանում են, հա, էմպիրիկ մի բաշխման, որը մոտավորապես mp1 ունի, n-p, n անգամ 1 p 0։ Այլ հաջորդականություններ, որոնց մեջ 1-ի ու 0-ի կշիռը տարբեր է, ձեզ չի հանդիպելու, հա, որպես բնության օրենք, որովհետև ասում եք աղբյուրը այս բաշխումը ունի,
այլապես աղբյուրը այդ բաշխումը չի ունենա։ Այդ ասիմպտոտիկ ռեժիմի ուրեմն հետևանքն է, որ մենք պնդում ենք անում, որ երկար հաջորդականությունները սրան պետք է տանեն, ուրիշտեղ չեն կարող տանել։ Եթե ինչ-որ բան անորոշ մնաց, երևի հաջորդ սլայդերը դրանք կպարզաբանեն։ Բայց եթե էլի շարունակենք մեկնաբանությունները, սա ինչ է ասում, եթե ճիշտ է այդ հատկանիշը, որ ոնց որ թե հավանականության իմաստով հավասարը դաշտը բաժանված, բոլոր վեկտորները նույն հավանականությունը ունեն մոտավորապես, հա? Դրա համար է հենց այդպես հնչում հավասար բաժանումների սկզբունք։ Այսինքն այլ կերպ կարող եմ ասել երկար x1, x2, xn հաջորդականությունների հավանականությունը այսքան է -nh + -ε, որտեղ n-ը մեծանալիս, հա, ε-ը գնում է 0-ի։ Հա, ու այս ամբողջ բազմության հավանականությունը 1 է, այսինքն դրանից դուրս էլ բան չի մնում։ Բոլոր վեկտորները այս հավանականությամբ են մոտավորապես ու տակը բան չի մնում մեծ n-երի համար։ Այդ տակը բան չմնալու շնորհիվ է, որ սա դոմինանտ ուրեմն ենթաբազմությունն է դուրս գալիս, հա, աղբյուրից ծնված հաջորդականությունների դոմինանտ հավանականային իմաստով, հա, մնացածի քիչ է հավանականային 0 է դառնում։ Հիմա նախորդ օրինակում ինչ էինք ասում, որ մոտավորապես մեծ հաջորդականությունների մեջ պետք է սպասենք n-p հատ 1, չէ՞։ Մեծ հավանականությամբ դրան պետք է սպասենք։ 1 միլիոն դիտոն որ անես, շատ լավ պետք է մոտարկվի n անգամ p-ն։ Եթե p-ն, չգիտեմ, 30% է, 30% դեպքերում դու պետք է 1 տեսնես վեկտորի մեջ, այլապես հավանականության տեսությունը չի աշխատում։ Ճիշտ է։ Հիմա տարօրինակն ինչ է, որ եթե դա պետք է սպասես, հա, 30% 1, մենք ոնց որ ասում ենք դրա հավանականությունը, այդ 30% 1-ով ուրեմն վեկտորի հավանականությունը այսքան է։ Եթե չափելու լինեիք, այն նախորդ բանաձևով պետք է չափեիք, չէ՞։ Հա, այստեղ p-ի գլխին պետք է դնեիք, հա, 1-երի քանակը, q-ի գլխին 0-ների քանակը։ Ասում եմ, այս արտահայտությունը մոտենում է սրան, եթե այս ասիմպտոտիկ հատկանիշը ճիշտ է։ Հետաքրքիր կապ է, չէ՞, առաջանում։ Չգիտես որտեղից որոշեցինք էնտրոպիան չափել աղբյուրի այս բանաձևով, ըստ Շենոնի առաջարկի, մեկ էլ եկավ դուրս եկավ, ասենք, որ աղբյուրի ուրեմն երկար հաջորդականությունների հավանականությունը արտահայտվում է էքսպոնենցիալ ձևով էնտրոպիայով։ Շատ լավ։ Եվ ինչ եմ նշում։ Դե քանի որ հիմա պետք է ապացուցենք բարձրորոշ, հա, որ դա մեծ թվերի օրենքի հետևանք է, զուտ սլայդը հիշեցնում է, թե ինչ տեսակի, հա, զուգամիտության սկզբունքներ ունենք, հա, չափանիշներ ունենք պատահական մեծությունների հաջորդականության համար, հա։ Ըստ հավանականության զուգամիտությունը x1, x2, xn-ի զուգամիտությունը x-ի, հա, նշանակում է, որ ուղղակի հավանականությունը, որ xn-ի եւ x-ի արժեքների տարբերությունը ավելի մեծ կլինի, քան ε-ը, ձգտում է 0-ի, միջին քառակուսային իմաստը, հա, տեսնում եք, հա, մատսպասումն է, այս տարբերության քառակուսու, սա է գնում 0-ի, եւ ըստ եւ մեկ հավանականությամբ, որը տեսնում եք, այստեղ այս հավանականության, այս լիմենսի հավանականությունը 1 է եւ դասավորված է ըստ խստության կարգի, հա։ Այստեղից սա է հետևում, այնտեղից նա է հետևում, բայց պես առաջինը հերիք է, հա, թույլ, մեծ թվերի, հա, թույլ օրենքի պնդումը հերիք է, որ ստանանք հավասար բաժանումների սկզբունքի ապացույցը։ Ինչպես։ Ուրեմն նախ սկզբունքը
խիստ, որպես թեորեմ ձևակերպենք։ Եթե x1, x2 եւ այլն հաջորդականությունը ուրեմն IID է, անկախ միանման բաշխված հաջորդականություն է px, հա, հավանականային բաշխումամբ, ապա այս արտահայտությունը հասկանալի է, չէ՞։ Ինչ ենք մեծատառերով գրում, այստեղ ոչ թե մի ռեալիզացիայի մասին է x1, x-ն, այլ ինչ էլ դուրս գա այս հաջորդականությունից որպես ելք, հա, ինչ ելքերով էլ հայտնվի այս վեկտորը, դրա հավանականության լոգարիթմը բազմապատկած -1/3-ով գնում է էնտրոպիային, այն ինչի մասին նախորդ սլայդերում խոսում էինք։ Ըստ հավանականության, այսինքն զուգամիության առաջին չափանիշի։ Ընդամենը մի բան ենք ասում, որ log px-ը էլի անկախ միանման բաշխված պատահական մեծություններ են, եթե x-երը այդպիսին են, հետևաբար, եթե դրանց նկատմամբ կիրառենք մեծ թվերի օրենքը, մենք դրա իրավունքը ունենք։ Այսինքն, եթե սա հավասար է այս գումարին, քանի որ սա վերածվում է արտադրյալների, չէ, անկախ է չափումը տեղի ունենում, իսկ սա արդեն ինչ է, սպասելին է log px-ի, չէ՞։ Իսկ log px-ի սպասելին ինչ է, տրոպյան է, չէ՞։ Պարզ է սա։ Ինձ պարզ չէր։ Դե ֆունկցիա է դետերմինիստիկ կիրառված, այսինքն եթե x-ին x-ին անկախ են իրարից, իրա ֆունկցիա կիրառում անկախ են մնում, ես դրանց մեջ կոռելացիա չեմ ներմուծում, հետեւաբար անկախությունը տեղ ունի, դետերմինիստիկ ֆունկցիա։ Այո։ Մենք հիշում ենք, որ էնտրոպիայի ալտերնատիվ սահմանում ունենք, ասում ենք դա մատ սպասում է log px-ի, հա։ Չէ՞։ Ուրեմն մենք ստացանք պարզ մի տողանոց ապացույցով, որ մեծ թվերի օրենքից հետևում է ինֆորմացիայի տեսության մեծ թվերի օրենքը։ Այսինքն երկար հաջորդականությունների հավանականությունը դրված է արտահայտության մեջ, գնում է էնտրոպիային, զուգամիտում է էնտրոպիային։ Հիմա պետք է տեսնենք, որ սա հիմնարար նշանակություն ունի, որպեսզի ձևակերպենք տվյալների սեղման կոնցեպցիա, սկզբունք, եւ որի ուրեմն բնութագրման մեջ էնտրոպիան բնականաբար պետք է իր խոսքը ասի, քանի որ այս սկզբունքը արտահայտվում է էնտրոպիայով, դուրս է գալիս, որ ինքը չի կարող չբնութագրել նաև տվյալների սեղման ուրեմն խնդիրը։ Ինչպես։ Նախ տիպական բազմություն կարող ենք սահմանել, եթե ելնենք ուրեմն ասիմպտոտիկ այս հատկանիշից, ֆիքսված n-ի համար, հետևյալ բազմությունը, հա, կոնկրետ վեկտորների, որոնց հավանականությունը ընկած է էնտրոպիայով արտահայտվող այս սահմաններում, չէ՞։ Քանի որ սրա հավանականությունը երկար մեծ n-երի դեպքում մոտավորապես 2-ի մինուս nh է, ասում ենք ֆիքսված n-ի դեպքում տիպական անվանենք n աղբյուրից ծնված n հաջորդականությունները, որոնց հավանականությունը արդեն հա այդ 2-ի մինուս n h-ի չափ է մոտավորապես վերևից ներքև, հա, պլյուս էպսիլոն մինուս էպսիլոն ենք անում։ Այսինքն սահմանափակ, հա, փոքր n-երի դեպքում էլ կամ սահմանափակ n-երի դեպքում էլ արդեն իրանց վարքագծի մեջ
այդ աղբյուրի ֆունդամենտալ հատկանիշը կա, որտեղ օրինակ երկուական աղբյուրի օրինակի դեպքում, եթե նայենք մեկերը 5% հարաբերությամբ զրոները 95%, դա ոչ տիպական պիտի լինի, չէ՞։ 1 միլիոն դիտումների ժամանակ այդպիսի բան պիտի չհանդիպի, այլապես բնության օրենքը խախտվում է, հա։ Հետևաբար, ուրեմն այն սահմանափակ էների դեպքում այն վեկտորները, որոնք 30-70 հարաբերությամբ են 0-1-երի, դրանց անվանում տիպական, արդեն իրանք մոտ են հիմնական վարկագծին, որը ես կդիտեի մեծ, հա, էների համար։ Դա անում ենք կոնկրետ նպատակով, որ տանում է այդ տվյալների սեղման սկզբունքը։ Այսինքն, այնը, որ ֆիքսում ենք, որևէ վեկտոր աղբյուրից ծնված կամ տիպական է կամ ոչ, կախված n-ից եւ էպսիլոնից, բնականաբար էպսիլոնը ներկա է, հա, մինչեւ դրանք չսևեռես, տիպականություն չես կարող սահմանել։ Եթե ունես աղբյուրի բաշխում, n-ը սևեռում ես, էպսիլոնը սևեռում ես, նայած արժեքներից կարող է հանկարծ դատարկ բազմություն ստանաս, բայց դրանց հետ աշխատելուց դի սկսեն տիպականները հայտնվել, բարձր, կարող է n-ը վերցնես 2, էպսիլոնը, չգիտեմ, մեծ փոքր թիվ ու պարզվի տիպական չգտար, բայց դա ընդամենը հա, կարգավորման հարց է այս երկու պարամետրից կախված։ Շատ լավ։ Եթե սա սահմանել ենք, տիպական հասկացության նախորդ սահմանումը ունենք, ինչ հատկանիշներ կարող ենք դիտարկել։ Առաջինը, որ եթե տիպական է հաջորդականությունը, ապա սա տեղի ունի։ Սա ուղղակի սահմանումից բխող բան է, զուտ ալտերնատիվ ներկայացում է, չէ։ Այստեղից -1/3 լոգարիթմ n, այս աճու ձախերը իհարկե շրջում է, հա։ Խռովեց։ Եվ ստանում եք սա, ոչ մի գաղտնիք չկա, սահմանումից բխում է ուղիղ սա։ Այսինքն լոգարիթմ n միջինացրած, ընկած է էնտրոպիա մինուս էպսիլոն, պլյուս էպսիլոն միջակայքում։ Երկրորդ հատկանիշն է կարևոր, որ այս տիպական բազմության հավանականությունը ցանկացած չափով մոտ է 1-ին, այսինքն ինչ էպսիլոն էլ վերցնենք, 1 մինուս էպսիլոնից n-ը բավական չափով մեծ եթե վերցնենք, մեծ կլինի, այսինքն միշտ կարող ենք դրած ուրեմն threshold-ից անցնել, եթե n-ը մեծացնենք, այսինքն մոտենում ենք 1-ին, տիպական ուրեմն բազմության կշիռը մոտենում է 1-ին, սա է շատ կարևոր, եւ ամեն դեպքում ֆիքսած n-ի էպսիլոնի համար ասում ենք տիպական ուրեմն բազմության չափը փոքր կամ հավասար է 2-ի nh պլյուս էպսիլոն։ Իսկ ներքևից կարելի է գնահատել էլի էնտրոպիայով, այսինքն այստեղ գործակիցը ավելանում 1 մինուս էպսիլոն անգամ nhx մինուս էպսիլոն, այստեղ պլյուս է, այստեղ մինուս։ Զգույշ եղեք, որտեղ է պլյուս, որտեղ մինուս, ուրեմն գնահատականների մեջ վերևից ներքև։ Ուրեմն ինչա նշանակում այս ինտերպրետացիան արդեն տվեցինք, որ տիպական ուրեմն բազմության հավանականությունը գնում է 1-ի, դրա կշիռը ձգտում է 1-ի։ Բոլոր էլեմենտները, բոլոր վեկտորները մեծ էների համար մոտավորապես նույն հավանականություն ունեն, այն ինչ որ ասում ենք 2-ի մինուս hp, հա։ Եվ տիպական ուրեմն բազմության, տիպական հաջորդականությունների քանակը, այսինքն տիպական բազմության չափը մոտավորապես 2-ի nhx է, հա։ Այս երկուսը իրար հետ համադրելով ասում ենք մոտավորապես 2-ի nh կարգի է, հա։
Այստեղ կարող եք կանխատեսել, եթե համեմատելու լինենք տիպական եւ ոչ տիպական, այստեղ ինչքան պետք է սպասենք, ինչ չափ պետք է լիներ, հա, ասենք, որ կամ ինչով ենք ուրախանում, որ դա 2-ի n hx-ը եւ ոչ թե hx-ի փոխարեն ուրիշ գործակից։ Երկուական դեպք նայենք, աղբյուրի երկուականը։ Երկուական աղբյուրի h-ը ինչ միջակայքում է։ 0-ից 1։ Մեկը երբ որ ամենավատ աղբյուրն է, այսինքն հավասարաչափ բաշխում ունի աղբյուրը։ Այդ պարագայում ես ոչ մի հետաքրքիր բան չեմ ասում, լինում է 2-ի n աշճան։ 2-ի n աշճանը դա ինչին է համապատասխանում։ Բոլոր հաջորդականությունների քանակին, չէ՞։ Այդտեղ բոլորը տիպական են, փաստորեն դուրս է գալիս։ Հիմա երբ կլինի հետաքրքիր, որ այդ տիպականը որոշակի կորիզ լինի, որ ամբողջի փոքր մասը լինի, երբ որ հավասարաչափից շեղում լինի, այսինքն hx-ը հանկարծ լինի 0.1, այսինքն 2-ի n-10-րդ աշճան այստեղ ունենամ, դուրս է գալիս, որ ամբողջ 2-ի n աշճան տարածության մեջ 2-ի n-10-րդն է կորիզը տիպական բազմությունը, հա։ Այդ մեկնաբանությունը ինչի եմ անում, որովհետև եթե արդեն կանխազգում եք, որ այդ տիպականությունը պետք է մեզ համար սկզբունք դառնա տվյալներ սեղմելու մեջ, այդ տիպականության չափը արդեն որոշում է, թե ինչքան է սեղմելու։ Եթե այստեղ 2-ի n-10-րդ աշճան չափի վրա է քո խաղադրույքը, ուրեմն սեղմումը պատկերացրեք ինչքան, եթե համեմատեք 2-ի n աշճան, հա, չափի բազմության հետ, ինչ կարգի սեղում կարող եք ունենալ, հա, հարաբերությունը կազմեք, տոկոսը կստանաք։ Հիմա մատների վրա կտեսնենք։ Շատ լավ։ Կասեք ապացույց այդ հատկանիշներին։ Առաջի հատկանիշը ապացուցելը իմաստ չունի, քանի որ հենց, ինչպես ասացինք, բխում է տիպականության սահմանումից։ Բայց երկրորդը պետք է ապացուցել, դա էլ է պարզ բխում ուրեմն ասիմպտոտիկ հավասար բաժանումների սկզբունքից։ Քանի որ այս իրադարձության երկար x1 xn իրադարձության հավանականությունը, որը տիպական է, ձգտում է, այսինքն պնդում է, որ ձգտում է 1-ի, եթե n-ը աճում է, հա, գնում է անսահմանություն, որովհետև իրականում ինչ ունենք, ցանկացած դելտայի, դրական դելտայի համար AEP-ից հետևում է, որ այս տարբերությունը, որ կլինի էպսիլոնից փոքր, մեծ է 1 մինուս դելտայից։ Այսինքն հենց սա AEP-ի պնդումն է, չէ՞, որ այս տարբերությունը ցանկացած չափով փոքր է դելտայից բան իմաստով, հասկանում եք, այսինքն հավանականության իմաստով 1 մինուս դելտայից մեծ է, դելտան ուղղակի փոխարինեք էպսիլոնով, ստանում ենք դա, շատ բարդ ուրեմն եզրակացություն չի սա, այսինքն տիպական վեկտորների հաջորդականության հավանականությունը միասին, հա, տանում է մեզ 1-ի։ Այդտեղ որ ասում ենք տակը բան չի մնում։ Այսինքն տակը բան կմնա, եթե n-ը փոքր է։ Միշտ n-ը ֆիքսած պարագայում ունես տիպական եւ ոչ տիպական։ Ոչ տիպականներն էլ կշիռ ունեն հավանականության իմաստով։ Բայց եթե սկսում ես n-ը մեծացնել, նրանց դերը փոքրանում է, նրանց հավանականությունները զրոյանում են, տիպականների կշիռը աճում է։ Սրանք գնում են 1-ի, նրանք վերանում են։ Պարզ է։ Շատ լավ։
Հիմա երրորդ հատկանիշը, հա, բացենք, որ ուրեմն չափը տիպականների սահմանափակված է սրանով։ Սա էլ դժվար չի, հա։ Բոլորի հավանականությունը ֆիքսած n-ի համար, բոլոր վեկտորների, որոնք x կալիգրաֆիկ, հա, x այբուբենից ծնված բոլոր վեկտորների հաջորդականությունը ինչքան է, x-ի n աշճան, հա։ Ուրեմն x-ը վազում է դրանցով, չափում ենք դրանց հավանականությունները, բոլորը միասին պիտի 1 տան, ճիշտ է։ Հիմա սա կարող ենք գնահատել ներքևից, հա։ Եթե այս x-երից միայն թողնենք նրանք, որոնք տիպական են։ Այս անհավասարությունը տեղի կունենա, չէ՞։ Դաշտը նեղացրեցի։ Սրանց հավանականությունը վերևից ներքևից ինչքանով էր սահմանափակված, հիշում եք, նախորդ սլայդում 2-ի մինուս hx պլյուս էպսիլոնով։ Գրում եմ դրա հավանականությունը։ Իսկ սա ինչի է հավասար։ Սա թողում եմ, քանի հատ x ունեմ այստեղ։ Այսքան հատ։ Ուղղակի կարդինալիթին եմ գրում այստեղ։ Այստեղից մեկը բաժանած սրա տալիս է 2-ի nh պլյուս էպսիլոն։ Այսինքն տիպական հաջորդականությունների չափը, բազմության չափը, այսքան է մոտավորապես, հա։ Նշանակում ֆիքսած n-ի եւ էպսիլոնի համար։ Հիմա դուք արդեն կանխատեսում եք, թե ինչ է գալիս հաջորդ սլայդներում։ Դա ենք անում։ Հա, ես ուզում եմ ձեզ նախապատրաստեմ այդ հանգամանքին, որ եթե հավանականային իմաստով տեսնում ենք, որ մի բան գնալով դեր չի ունենալու, դրանց հետ աշխատել պետք չի, նույնիսկ կարելի է արհամարել, ուրեմն դուք պիտի կենտրոնանաք նրանց վրա, որոնք կշիռ ունեն։ Հետևաբար, եթե կշիռ ունեցողների հետ ճիշտ աշխատեք, ձեզ ոնց որ մի օպտիմալ տեղ կհանգեցնի, դրա դեպքում սեղման իմաստով, հա, դա ենք նայելու։ Դե մենք ինֆորմացիայի Հա, բայց մենք ինֆորմացիայի որակական ուրեմն չափանիշների հետ կամ որակական կշիռի հետ այս տեսության շրջանակներում չենք աշխատում, չէ՞։ Մենք այն ինֆորմացիայի չափերը, եթե հիշում եք, ընդհանրապես բաշխումների տված, հա, կրած անորոշությունների կամ կրած ինֆորմացիայի մասին է։ Այնտեղ որևէ որակական, որ տառն է կարևոր, հա, որ այբուբենի որ տառը կարելի է արհամարել, ասենք թե կամ հա աղբյուրի ինչ տառերի ենթաբազմության վրա կարելի է ավելի մեծ շեշտ դնել, քանի որ դրանք կրում են ավելի բարձր ինֆորմացիա, մոդել չենք դիտարկել։ Դրա համար մեզ համար որակական ասպեկտները ընդհանրապես գոյություն չունեն այս տեսության շրջանակներում։ Բայց այդ cost-ի արժեքի գաղափարը կա օրինակ բանում կապուղիների հա դեպքում, երբ որ աղբոտ կապուղով պիտի հաղորդում իրականացնես, կարող ես պահանջել, որ որոշ տառեր տեղափոխել, հա, որոշ սիմվոլներ, հաղորդագրություններ տեղափոխելը օրինակ բարձր արժեք ունի, որոշները ցածր, եւ այդ սահմանափակումների պայմաններում, ասենք, նայես, թե դու հա ոնց կկազմակերպեիր կապը։ Նման արդյունքներ գոյություն ունեն, այսինքն կլասիկ Շերոմյան տեսության ընդհանրացումն են կամ արդյունքների ընդհանրացումն են, որոնք մենք չենք դիտարկի, բայց ամբողջովին չի բերում այն հանգամանքին, թե ինչ է ինֆորմացիան որակական իմաստով, բայց արժեքի իմաստով, ծախսի իմաստով կա ինտերպրետացիա։ Okay։ Շատ լավ։ Այս մի հատկանիշն էլ նայենք, հետո արդեն մոտենում ենք նրան, ինչ որ դուք ասում եք, եկեք, հա, աշխատենք տիպականների հետ, որ տեսնենք ինչքանով կարող ենք սեղմել տվյալները։
Սա էլ ուրեմն նույն բազմության ներքևի գնահատականի մասին է, այստեղ մեկ մինուս էպսիլոնը հայտնվում, այստեղ մինուս էպսիլոնը հայտնվում, սա էլ դժվար չի ապացուցել, քանի որ այս ուրեմն հատկանիշը ունենք, այսինքն n-ը մեծանալիս սա ցանկացած 1 մինուս էպսիլոնից մեծ է, այս հավանականությունը, հա, տիպական բազմության, ապա որ շարունակենք, հա, գնահատում իրականացնել, այստեղ ինչ պիտի անենք, եթե այստեղ փոքր հավասարով ենք շարժվում, ուրեմն պիտի գրենք, ուրեմն գումարը ըստ բոլոր x-երի, որոնք տիպական են, եւ ներքևի գնահատականը, հա, բանի հավանականության տիպական վեկտորի, որը 2-ի մինուս n hx մինուս էպսիլոն էր։ Այդ պարագայում էլի նույնն ենք անում, բոլոր x-երի ուրեմն քանակը դառնում է այս չափը բազմության, որտեղից հետևում է, որ ուրեմն աչուձախ անդամները հաշվի առնելով մենք ունենք ուրեմն գնահատական ներքևից 1 մինուս էպսիլոնը հայտնվում է 2, հա, n h-ի գործակից այստեղ է, մինուսը, բաժանելուց մինուսը վերանում է, այստեղ ունենում ենք արդեն էքսպոնենցիալ այս արտահայտությունը 1 մինուս էպսիլոնով բազմապատկած։ Ուրեմն սա էլ բարդ բան չէր։ Շատ լավ։ Հիմա այսքան բանը իմանալով սկսենք կառուցել ինչ-որ մի համակարգ, հա, տվյալների սեղման, նույն աղբյուրի վերաբերյալ, որի մասին խոսում էինք, այսինքն անկախ միանման բաշխված պատահական մեծությունների հաջորդականությունը մեր բուն աղբյուրից ծնված տեքստը կուզեք, թե ինչ ազդանշանը կուզեք, ոնց կուզեք հասկացեք։ Սկզբունքը ինչը պիտի լինի։ Երբ որ ասում ենք տվյալների սեղմում, իրական ամենը ինչ ենք ուզում, որ եթե բուն տարածությունը պիտի ներկայացնեինք, հա, իր հում տեսքով, օրինակ գիտենք, որ 2-ի n հատ հաջորդականություն կա, 2-ի n աշճան հաջորդականություն կա, հա, 0,1-երի, հա, որը ուղիղ կարելի է պահպանել կոմպյուտերի մեջ, հա, այդտեղ տարածության կրճատում տեղի չի ունենում։ Տվյալների սեղմում երբ տեղի կունենա, երբ որ այդ հում տարածությունը վերածես մի ուրիշ ներկայացման, որի չափերը ավելի փոքր են, ուրիշ բան չենք ուզում, այսինքն մեր հում նյութը, որը հնարավոր է գրառել, ասենք, որևէ միջավայրում, տվյալ դեպքում ձեր hard disk-ի վրա, ներկայացնենք այլ կերպ, որ այդ hard disk-ից ավելի քիչ բիթեր կորզի։ Այսինքն հետաքրքրված ենք կարճ ներկայացումներով նախնական ինֆորմացիայի, նախնական տվյալների հավաքածուի, հա։ Հիմա AEP սկզբունքից իրականում ունենք հետևյալ պատկերը, հա, եթե n-ը ֆիքսում ենք, այբուբենից դուրս են եկել այս սև եւ սպիտակ կետերը, հա, կամ բոլորն էլ սև են, սպիտակով ուղղակի ցույց ենք տալիս դրա մի ենթաբազմությունը, որ ենթաբազմությունը տիպականների, հետո ուղեկցում ենք հետևյալ մեկնաբանություններով, ուրեմն այս պատկերը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, ամբողջ տարածությունը դա x-ի n աշճան հատ էլեմենտ ունի, n-ը ֆիքսած է։ Okay։ Բոլոր տիպականները նոր չափեցինք, քանի հատ են, մոտ առապես 2-ի n h պլյուս էպսիլոն հատ։ Մնացածը ոչ տիպական են։ Հիմա կախված թե h-ը ձեր ինչ է, այս փոքր պատկերը կամ կարող է լցնի ամբողջը կամ ավելի նեղանա։ Տեսանք, չէ, հավասարաչափ բաշխման դեպքում այդ h-ն ու բանը, հա, log m-ը, log այս x-ը, կալիգրաֆիկ նույն բանն են, այսինքն տարածության կրճատում չի նշмарվելու այդ բառը։ Okay։ Հիմա հենվելով
AEP-ի վրա ինչ կարելի է ասել։ Եթե ուզում ենք, այս տարածությունը, այս հում տարածությունն է վերագրել այնպես, որ իրականում կրճատում տեղի ունենա։ Եթե սա էր նախնական ծավալը, սրանից քիչ ծավալ ունենամ։ Դա էլ կլինի, ասենք, տվյալների սեղման որոշակի համակարգ։ Ինչպես։ PCA-ի հետ ինչ-որ ձև կապված է իմասը։ Չէ, PCA-ի մասին ընդհանրապես խոսք չկա։ Չէ, որևէ ձևով կապված չի PCA-ի հետ, սուտ նպատակը նույնն է, բայց այնտեղ էլի ամեն դեպքում ոչ թե PCA-ում data compression-ի մասին է խոսքը, այլ տվյալները հիմնական, հա, փոփոխական ուղղություններով ներկայացնելու, այսինքն ունես այն փոփոխական, ուզում ես դրա ենթաբազմությունը գտնել, որոնցով մյուսները կարող ես ներկայացնել, հա, գծային ձևով։ Այստեղ դրա մասին խոսք չկա, բայց որոշ կիրառություններում, հա, լավ հիշեցրեցիք։ PCA-ը նույնիսկ կարելի է օգտագործել, որպեսզի իրականում տվյալների սեղմում տեղի ունենա։ Բայց դրա մասին կարող ենք օֆլայն խոսել, հա։ Բայց ուղիղ կապ գոյություն չունի, այն ինչի մասին հիմա խոսում ենք։ Շատ լավ։ Հիմա այդ սեղման մեթոդը այս մի սլայդում արդեն ուրեմն ձևակերպված է։ Նախ ինչ ունենք։ Ընդհանրապես որ ունենք մեր հում վեկտորները եւ պետք է երկուական ներկայացում համապատասխանության մեջ տնենք, որպեսզի հա կոմպյուտերում պահել հնարավոր լինի։ Հիշում եք, չէ՞, ինչ երկարության վեկտորներ էին մեզ պետք։ Ինչքան հնարավոր է մեծ։ Դե x այն հատ վեկտոր ունեմ։ Ինչ երկարության 0,1-երի հաջորդականությունն է պետք, որ 0,1-երով պահեմ սրանք։ Հա, սրանք x-եր են։ Էլի մոռացեք այդ, հա, երկարության հարցը։ Լոգ այսքան չէ։ Սա փոխարեն m ենք գրում, հիշում եք։ Այստեղ դա է ասվում, որ n log x, հա, n-ը քիչնի ներքև բնականաբար։ Գումարած 2 բիթ է, հիմա կտեսնենք այս ինչ 2 բիթ է, բայց այս առաջի անդամին ուշադրություն դարձնեք։ Եթե ոչ մի ուրիշ գաղափար չունենք ինչը ինֆորմացիայի տեսությունը կամ IID-ին, AEP-ին եւ այլն, այն ինչ որ սովորում ենք։ Ուղղակի պետք է այդքան այդ չափի վեկտոր վերցնեիք, 0,1-եր լցնեիք ու տանեիք պահեիք։ Ճիշտ է։ Okay։ Եթե տիպական հաջորդականությունների մասին խոսենք, սրանք քանի հատ էին, x-ի n աշճան հատ չէին, 2-ի n հաշատ էին։ Ինչ չափի վեկտոր դիվերսիտան։ Լոգարիթմ այդքան։ Որ լոգարիթմեցի, այստեղ կստացվի այս երկարության n(h + ε)։ Հիմա կտեսնենք այս ինչ 2 բիթ է։ Տեսնում եք, չէ՞ որ եթե բոլորը ուզենամ տանեմ, պահեմ ու ոչ մի բան հաշվի չառնեմ, n լոգարիթմ x եմ օգտագործելու երկարություն։ Եթե տիպականների վերաբերյալ խոսեմ առանցին, պիտի n(h + ε) օգտագործեմ։ Հա, որպես կոդի երկարություն, հա։ Շատ լավ, բայց այս 2 բիթերի մասին պետք է խոսենք, քանի որ կոնկրետ կոդային ստրատեգիա ենք առաջարկել, այսինքն ինչպես վերածել հում նյութը 0,1-երի։ Ինչ ենք ասում։ Ասում ենք նախ այդ նախնական տարածությունը բաժանի 2 մասի, ֆիքսված n-ի համար, հա, ֆիքսված n-ի համար։
Տիպական, ոչ տիպական։ Ոչ տիպականում էլ, ուրեմն կարգավորի բոլոր վեկտորները լեքսիկոգրաֆիկ, ուրեմն տրամաբանությամբ, հա։ Ոնց է այբենական կարգով դասավորում, հա։ Գրառումները հեռախոսագրքում, DB-ներում, լեքսիկոգրաֆիկ, ինչ կարելի է անել։ Այն վեկտորները, որոնք տիպական բազմությունից են, դրա առաջ դրեք 0։ Այն վեկտորները, որոնք ոչ տիպականից են, առաջ դրեք 1։ Որ հենց վեկտորը տեսնեք, իմանաք ինքը տիպական է, թե ոչ տիպական է։ Ընդհանրապես կլաստերներ եք բաժանել պրեֆիքսով, հա, 0 առաջի բիթով բաժանում եք այդ երկու տարածությունները։ Հիմա արդեն տեսանք, որ եթե այդպես անեք ու համապատասխան վեկտորների չափերը որոշեք ու սկսեք 0-1-երի լցնել, մի դեպքում այսքան բիթ եք օգտագործելու, այս առաջի անդամը, մյուս դեպքում այսքան։ Հիմա, քանի որ այս լոգարիթմը կամ այս էնտրոպիան գումարած էպսիլոնը կարող են լինել ոչ ամբողջ թվեր, ասում եք +1 բիթ էլ ավելացրեք, ամբողջ սարքեք, մաքսիմում կարող է 0.5 բիթա պետք ավելացնել, +1 ենք անում, որ ամեն դեպքում վերևից գնահատենք, թե ինչ չափի վեկտոր է մեզ պետք։ Ճիշտ է։ Մի բիթ էլ գալիս է պրեֆիքսը ավելացնելուց, դուք եք ավելացնում, հա։ Ամեն տեղ մի բիթ ավելանում է պրեֆիքսից, մի բիթ էլ, որպեսզի ամբողջ թվի հասնեք, հա։ Քանի որ այս անդամները միշտ չի որ ձեզ ամբողջ թիվ կտան։ Այսինքն տարբեր երկարությամբ դուք սկսեցիք կոդային բառեր ունենալ, զուտ են բանից ելնելով, որ նախ երկու կլաստեր եք բաժանել, դրանք պրեֆիքսով առանձնացրել եք, դրանք ռանկավորել եք ըստ այբենական կարգի, նախնական, հա, նյութը, հետո սկսել եք ուղղակի համապատասխան կոդային բառերը 0.1 տարածության մեջ կառուցել։ Հիմա այդտեղ կարող է խճողում լինի, դուք որ այդ տրանսֆորմացիան անեք, հա, դեպի 0.1 կամ, հա, սենց։ Ենթադրենք դա փոխանցելու պիտի լինեք կամ պահպանելու, հետո կարդալուց կարող եք հետ գնալ։ Միարժեք։ Երկարությունները, հա, բայց նույն ուրեմն ենթաբազմության մեջ կարող, որ այս հաջորդականությունը տեսնեք, չիմանաք այդ ինչին է համապատասխանում։ Չի կարող, որտեղ կարգավորել եք լեքսիկոգրաֆիկ տարբերակով, հետո կոդային գիրքը, թե ոնց է կարել, այդ լիստը ունեք ձեր ձեռքին, հա։ Երկարա, չգիտեմ, ձանձրալի է, բայց ունեք, միարժեք, մեծ մի գիրք ունեք, որտեղ այդ հաջորդականությունները եւ իրանց համապատասխան 0.1 ներկայացումները ունեք, կամ գրել եք ալգորիթմ, թե ոնց դա լեքսիկոգրաֆիկ կերպով ուրեմն ռանկավորել, հետո դրան 0.1-երը ստանալ, 0.1-երի հաջորդականությունները ստանալ ու սկսել ինֆորմացիայի, այսպես ասած, կոդավորում, այսինքն աղբյուրից տեսնում եք x1 x-ն հաջորդականությունը, տեսնում եք տիպական է, ոչ տիպական է, պրեֆիքսը դնում եք, 0.1 վերածում, տանում եք, պահպանում ձեր տվյալների բազայում։ Վերջ։ Ուզում ենք ասել, որ այստեղ ոչ մի ապակոդավորման խճողում չի կարող լինել, այսինքն դուք միարժեք ունեք մեկին մեկ կոդավորում, հակառակն էլ է առանց սխալի հավանականության։ Իսկ մի քանի հարց տվեցիք նորից։ 0.1-երի մասին է խոսքը։ Առաջի բիթերի մասին է խոսքը։
ինտեջերի հետ կապված, ինտեջերի հետ կապված։ Չէ, տեսեք, սկզբից վեկտորի երկարությունը իմանամ։ Գիտեմ, որ լոգարիթմ այսքան է լինելու։ Ինձ պետք եղած վեկտորի չափը։ Հիմա որ ես հաշվեմ, սա կարող է լինի, ասենք 8.7։ 8.7 երկարության վեկտոր չեմ կարող ունենալ, չէ՞։ Պիտի վերցնեմ 9։ Ճիշտ է։ Այսինքն տվյալ դեպքում պլյուս 1 բիտ որ անում եմ, մաքսիմում 1 բիտ էլ ավելացնեմ, հա, վատագույն դեպքում։ Դուք հաստատ կվերցնեք 8 տվյալ դեպքում, հա։ Ես վերևից եւս մի քիչ էլ ավել բիտ եմ այնտեղ վերագրում, քանի որ հիմա կտեսնենք որ դա դեր չի խաղալու, դրա համար չեմ մանրանում, հա, այդ թե պլյուս 1 բիթը շատ արեցի, թե քիչ արեցի։ Զուտ հաշվի առնելով որ ոչ ամբողջ թվերի հետ կարող է գործ ունենամ, երբ որ վեկտորի երկարության ուրեմն չափը պիտի գնահատեմ, ասում եմ այդտեղից բան է գալու, հա, որոշակի շեղում գալու է գնահատականի, պլյուս 1 բիթ անեմ, բարձր էր, երկարության հարցը, ինչ? Այո, չէ, դա երկարությունը ոչ մի կապ չունի ուրեմն ապակոդավորման հետ։ Դուք ձեր գիրքը կառուցել եք, հա։ Այստեղից դուք հստակ ռանկավորած, հա, ունեք x-երի հաջորդականությունը եւ նրանց ընկերները կամ արտապատկերումները, հա։ Այստեղ որևէ հաջորդականություն հետ կարդալուց դուք որևէ ուրիշ տեղ չեք կարող գնալ։ Գրքին որ նայեք, այս արտապատկերումներն է միարժեք։ Ոչ մի հաջորդականություն ձեր մոտ խճողում չի կարող առաջացնել SX-ներ, թե SX-ը։ Նաև ինչ արեցինք, որ ոչ տիպական հաջորդականությունների չափը ուղղակի վատ կոպիտ գնահատեցինք, ասենք թող լինի դրանք լինեն այնքան ինչքան որ բոլոր x-երն են, հա։ Հա, այստեղ տեսակ։ Մենք գրել ենք ոչ տիպականների չափը այսքան, որը համապատասխանում է ամբողջ տարածության, չէ՞, վեկտորների քանակին։ Բայց էդ էլ մեզ չի խանգարում, ասում ենք կտեսնենք, որ դա էլ դեր չունի, եւ դա հանգեցնում է էֆեկտիվ նկարագրման երկարության, հա։ Դա էլի էֆեկտիվությունը էլի ավելի ուշ կպարզվի, քանի որ կտեսնենք, որ եթե այդ էֆեկտիվությունը ասածը դեպի էնտրոպիա է տանում, կպարզվի, որ դրանից լավ չեն կարող աշխատել, հա։ Էլի ինչ էլ անենք, էնտրոպիայի սահմանը ֆունդամենտալ ուրեմն բանա, նիշա, որից լավ չի կարելի տվյալներ սեղմել այս ռեժիմում, մեր ենթադրությունների պայմաններում։ Հա, եւ ամենակարևորը, որ տիպական հաջորդականությունները կարճ երկարություններ ստացան։ Եթե նրանք ստացան այնքան ինչքան որ ստանային, եթե այս գիտելիքները չունենայինք տիպական ոչ տիպականի, այսինքն n լոգարիթմ x, հա, չափով, սրանք ստացան կարճ, այսինքն n, հա, ի հակադրություն սրան ստացան n ուրեմն h մոտարապես չափով, հա, վեկտորներ։ Պարզը սա եւ սա տարբեր բաներ են։ Վատագույն դեպքում սա հավասար է նրան, այդ հասկանում եք, այսինքն կրճատման չափը որոշվում է թե ինչքան է nh-ը հեռու, հա, n լոգարիթմ x-ից։ Հա։ Եթե դրանք համընկան կրճատում չկա։ Շատ լավ։ Հիմա եթե համաձայն եք այդ կոդավորման ռեժիմի հետ, ապա դա ինչի է հանգեցնում։ Եթե ուզենանք գնահատենք, թե մենք միջինում քանի բիթ ենք ծախսում
միավոր վեկտոր կոդավորելու համար, այսինքն x վեկտորները վերածում ենք 0-1-երի, հա, երկու բիթանոց համակարգում ենք համակարգի մեջ ենք արտապատկերում, բայց հիմա վերջը ինչքան խնայողություն ունենք կամ միջինում ինչքան ենք ծախսանում այդ կոդավորումը անելու համար։ Ուզում ենք չափել այս x-n վեկտորի վրա միջինում ծախսված բիթերի քանակը, հա, xn բանը նախնական վեկտորի կոդային ներկայացումը ունի L երկարությունը, Lxn-ով հա, նշանակում ենք xn վեկտորի կոդային բառի երկարությունը եւ ուզում ենք սա գնահատենք։ Քանի որ սա տեղի ունի, այսինքն այս տիպական բազմության հավանականությունը պայթում է գնում է դեպի 1-ի, դրա վրա հենվելով այս գնահատականը հետեւյալ կառուցում ենք, եկեք նայենք ինչ ենք գրել։ Ասում ենք x-n վեկտորը կպատահի p հավանականությամբ, դա կարտապատկերեմ L երկարությամբ, հա, կոդային բառի մեջ, կգումարեմ բոլոր x-n հաջորդականությունների համար։ Ճիշտ եմ անում։ Այսինքն սպասում երկարության սպասում եմ գումարում, այսինքն քանի բիթ եմ օգտագործում միջինում, հա, x-n վեկտորների համար։ Արդեն կարող եք կանխատեսել, որ սա կարելի է բաժանել երկու հատվածի, քանի որ մեր կոդային սխեման հենված է տիպականների, ոչ տիպականների, չեք, կլաստերիզացիայի վրա։ Առանձնացնում եմ տիպականները եւ ոչ տիպականները, այստեղ ոչ տիպականները ուղղակի տիպականների completion, հա, լրացում է նշանակված։ Տիպականների համար ինչ երկարությամբ ծախսեմ անում։ NH + ε գումարած այն երկու բիթը, որի մասին խոսում էինք։ Ոչ տիպականների համար անում եմ այնքան, ինչ որ կանեի ամբողջ տարածության վրա ու խղճի խաչ չեմ զգում, որովհետև կտեսնեք ինչի։ Հիմա սա այս գումարը կարող եմ ներկայացնել ուրեմն տիպական բազմության, ենթաբազմության հավանականությամբ, անգամ այս էնտրոպիկ երկարությունը, հա, քանի հատ x ունեմ, դրա չափով, դրա հավանականության չափով բազմապատկում եմ։ Նույնը այստեղ եմ անում լրացման մասով, այս մնացած բիթերը պահպանելով։ Քանի որ սա կարելի է փոխարինել 1 - ε-ով, n-ը մեծ լինելու պարագայում, այս գումարը, որ հաշվեք, այստեղ այս մանիպուլյացիան, որ անեք, ε շտրիխով ներկայացնեք այս տիպը, ունենում եք այս գնահատականը, որ n անգամ h + ε շտրիխ։ Է շտրիխը արտահայտված է ձեր նախապես վերցրած ε-ով, log x-ով եւ երկուսը բաժանած n արտահայտությամբ, որը ցկտում է 0-ի։ Այսինքն n-ը ինչքան մեծացնում եք, այս ε-ի ցանկացած չափով փոքր կարելի է սարքել, եթե այս ε շտրիխը, եթե ε-ն էլ է փոքրացնում, հա, ընթացքում։ Այսինքն ստացվեց ինչ, որ երկարության միջին գնահատականը մեր կոդային սխեմայի n h-ը մոտավորապես գումարած ε, հա, nh։ Հիմա սա ինչ է նշանակում։ Կարող ենք պնդում անել։ Իհարկե կարող ենք, որովհետև կառուցեցինք կոդ, տվեցինք սխեման, ստրատեգիան, անկախ միանվան բաշխված պատահական մեծության, ուրեմն ծնած հաջորդականությունների համար, p բաշխումով, որի համար օգտագործված կոդային բառերի միջին երկարությունը փոքր կամ հավասար է էնտրոպիա գումարած ε-ից։ Այս ոնց որ վերևից գնահատական, հա, ասենք էնտրոպիա պլյուս ε-ը լավ է, բայց կարող է շատ ներքև էլ կարանք խաղանք։ Հիմնական հարցը այս սխեմայից հետո դա է մնում, հա, դա էլ հակադարձ թեորեմների, հա, ուրեմն
ապացույցի ենթակա թեմա է, որ երբ որ դու մի բանի գոյություն առաջարկում ես կամ ուրեմն հիմնավորում ես, հետո հարց առաջանում, բայց դրանից լավ կարելի է թե չէ, այսինքն կարող ես ապացուցել, որ դրանից լավ չես էլ կարող։ Հիմա մենք գնում ենք նրան, որ ճիշտ է մենք ցույց տվեցինք մի բան, որ մոտարապես էնտրոպիայի չափով է, արտահայտվում որպես սեղմում կամ, հա, միջին նկարագրական երկարություն, բայց պարզվում է այդ դրանից լավ հնարավոր չի իրականացնել, այսինքն ավելի լավ կոդային սխեմա դուք չեք կարող առաջարկել այս ենթադրությունների պայմաններում, որ մենք քննարկեցինք։ Հիմա նորից, եթե չիմանայինք այն ամեն ինչը, ինչ այս տեսության շրջանակներում քննարկել ենք, կամ այն մոդելները, որ կառուցել ենք, այստեղ ինչ պիտի սպասեիք, այս միջին երկարությունը ինչ էր լինելու։ Նորից, այսինքն լինելու էր ոչ թե հաշ, լինելու էր այն, ինչը որ դուք ինչև էլ գիտեիք, ասենք, չգիտեմ, ձեր data structure-ի դասերից, գիտեիք, լոգարիթմ x-ը գիտեիք, բայց մենք առաջարկում ենք հաշ դրա փոխարեն, որը շատ կարող է փոքր լինի լոգարիթմ x-ից, շատ փոքր երբ կլինի, երբ աղբյուրը ինչ լինի։ Այս կախված թե բաշխումը ինչքան է շեղված մի կողմ, այդքան էլ ուժեղ կարող եք սեղմում անել, այսինքն այդքան քիչ միավոր ուրեմն հաղորդագրությունները կոդավորելու համար բիթեր օգտագործել։ Ինչքան հավասարաչափիկներն է, դուք ստրատեգիա չեք ունենա, հա? Շեղման վրա կարող եք կառուցել արդեն ուժեղ բան սեղման սխեմա։ Այսինքն այն ինչ որ վերջի ուրեմն նախադասության մեջ տեսնում ենք, մենք գիտեինք, մենք պիտի օգտագործենք այսքան բիտ, հա? Բայց պարզվում է տեսությունը մեզ տալիս է այս գործիքը, որ ասում է օգտագործի n հաշ։ N հաշը եւ n log m-ը տարբեր բաներ են։ Սահմանում հատվում են։ Հա։ Շատ լավ։ Տեսնենք էլի ինչ ունենք այստեղ կապված սրա հետ։ Հա, զուտ օրինակ եմ գցել, որ այս տիպական, ոչ տիպականը մի քիչ ավելի հասկանալի լինի։ Օրինակ, եթե մասսայական կովիդի տեստեր եք անում, հա, եւ գիտեք մոտարապես, հա, կլինիկա է, որ մոնիտորինգ կենտրոնին պիտի ուղարկի հիվանդը, հիվանդ չէ, ուրեմն սիգնալը, հա, ամեն պացիենտի համար, եւ դա անում է միլիոնավոր, հա, մարդկանց պարագայում, իսկ երկուական այբուբեն ունենք, վիրուսա ոչ վիրուս, նույնը որ 0-ը կամ 1-ը, հա, ելքը, պատահական մեծության, բայց նախնական գիտելիք, որ բնակչության ենթադրենք 10%-ն է սպասելի, որ վարակված լինի, այդ պարագայում ուղղակի օրինակներ, որ ոնց պիտի կոդավորեիք մեր նոր սովորած, ասենք, սխեմայով, հա, այ գրել եմ A եւ 9 հատ B օրինակ, սա ձեր կարծիքով տիպական է, թե չէ։ Տիպական է, պրեֆիքսն էլ 0 եւ մնացածը չեմ շարունակել, դա ակնհայտ անելը։ Սա էլ է տիպական, դες կոմպոզիցիան եմ ուղղակի խախտել։ Այսինքն մի հատ A կա, մնացած B-ը ուրիշ հաջորդականությամբ ներկա են։ Այստեղ կարևորը բաղադրությունն է, հա, վեկտորների 90-10 հարաբերությամբ է։ Ինչու՞։ Դե որ հավանականությունը չափես նույնն է լինելու։ Հա, դա հա։ Ուրեմն բաղադրությունը, որ նույնն է, արդեն հերիք է, որ հավանականությունը նույնը լինի, այս տիպական վեկտորների, հա, կոնտեքստում,
Հետևաբար այս բլոկը ոնց որ տիպականներն են, պիտի 0 prefix տակ, հետո մնացած բիթերը նայեք, ինչ են ստացվում, ըստ ձեր ռանկավորված, հա, բանի, գրառումների։ Սրանք էլ ոչ տիպականների օրինակներ են։ Հիմա սրանք բարձր 10 երկարության վեկտորների համար կարող ես այս կոմպոզիցիան համարել հավանական, քիչ թե շատ, չէ՞։ Նկատի ունեմ, բայց որ n-ը մեծացնենք, այս բաղադրությունը պետք է արդեն ձեզ չհանդիպի։ Եթե աղբյուրի մոդելավորումը ճիշտ է, որ բնակչության 10%-ն է վիճակագրորեն, հա, վարակված լինելու։ Սրանք էլ ատիպականներն են, որ արդեն մեկ պրեֆիքսով երկար 0-1-երի հաջորդականությունն ես վերագրում։ Այստեղ կարճեր են, այստեղ երկարներ։ Հիմա ամբողջ ինտրիգը նա է, որ սրանց հավանականային քշիռը ձգտում է 1-ի, հա, երբ որ n-ը մեծանում է, այսինքն այս կարճերի դերը շատանում է, բարձրանում է, սրանց դերը նվազում է, անհետանում են, այսինքն մենք ավելի շատ կարճ նկարագրություններ ենք օգտագործում, դրա համար էլ միջին երկարությունը սպասելի, որ մենք օգտագործում ենք, հա, բիթերի, լինում է էնտրոպիային մոդ եւ ոչ թե մոդ լոգարիթմ m-ին։ Հա։ Այստեղ 10+1 բիթ ենք օգտագործում, հա, ատիպիկ ուրեմն հաջորդականությունների համար, այստեղ որ գնահատենք h-ը 0.47 տիպականների համար, այսինքն 6 բիթ ենք օգտագործում, հա։ Տեսեք, 11 բիտ այնտեղ, 6 բիտ այստեղ։ Այս էլ շահումն է ցույց տալիս օրինակի վրա, բայց ասինտոտիկ ռեժիմը մինչև չդնենք, այդ էֆեկտը չի լինում։ Հիմա կարող եք հարցնել, բա կյանքում ասինտոտիկա չի եւ այլն, բայց խնդիրը նա է, որ գնալով ավելի մեծ տվյալների բազաներ, եթե մշակեք, դուք ավելի ու ավելի շատ մոտենում եք այդ տեսական լիմիտին, հա։ Բայց բարձր միշտ սխեմաները կառուցվում են ֆիքսված n-ի համար։ Հարցն է, որ n-ը գնաց մեծացավ բավարար չափով, դուք ավելի ու ավելի լավ սեղման մակարդակ եք ունենում։ Տեսեք, ինձ կարող եք քննադատել, որ էպսիլոնն էլ չեմ ֆիքսել, հա, մինչև էպսիլոնը չասեք ինչա չեմ կարող ասել, ես ուղղակի զուտ ուզեցել եմ ցույց տալ, որ սրան կարելի է տիպական անվանել սրան, ոչ տիպական, բայց մինչև էպսիլոնը չֆիքսել, հիմա որ էպսիլոնի արժեք ասեք, կհաշվենք, կտեսնենք, կարող է այդ ձեր ասածը տիպականի մեջ հանգնում, կարող է չի ընկնում տիպականի, հա։ Շատ լավ, իսկ զուտ չենք խոսես նրա մասին, որ այս չափերը ինֆորմացիայի կարելի է ուղղակի Python-ում, R-ում, MATLAB-ում, հա, չգիտեմ, միջավայրերում հաշվել, զուտ օրինակ առի, հա, որտեղ entropy library կարող եք գտնել, հա, ներմուծել, սահմանել բաշխումներ, հա, որոշակի քայլով փլոտներ անել, հաշվել Kullback-Leibler-ի դիվերգենցիան, էնտրոպիան, մի խոսքով, այս գործիքակազմը պիտի որ ձեզ շատ մատչելի լինի ու ծանոթ, կան պատրաստի library-ներ, որոնք կարող եք օգտագործել այս հաշվարկները անելու համար, ունեք սա օգտագործվել է, որպեսզի ստանանք, որ սա այս էնտրոպիան, հա, տիպական հաջորդականությունների պարագայում գնահատականը ստանալու, ասենք 0.47-ը։ Շատ լավ, այսքանը կշարունակենք արդեն կոնկրետ կոդերի մասին խոսել մյուս հանդիպումների ընթացքում։ Շնորհակալություն։